Տիկին Վարդանյան նախորդող կիրակիներին էլ ձեզ նկատել էինք Հովանավանքում այսօր այստեղ Թալինի Սուրբ Աստվածածի եկեղեցում եք Տիկին Վարդանյան նախորդող պատարագներին մասնակցությունը դուք ինչպես կգնահատեք, որովհետև այսպես կարծիք կար հա ու նաև ակնհայտ էր որ բավականին քիչ մարդիկ էին մասնակցել։ Ողջունում եմ, մասնակցել եմ Հովանավանքի երկու պատարագներին եւ թույլ կտակ ասել, որ այն կարծիքին չեմ, որ քիչ են մարդիկ, այսինքն խնդիր ինչ որ դրված չի, որ շատ պիտի լինեն, գալիս են այն մարդիկ, ովքեր զգում են, որ Տեր Արամին աջակցել է պետք, պատարագին մասնակցել է պետք եւ ես չեմ կարծում, որ մարդիկ քիչ էին, մարդիկ շատ էին, եկեղեցիում էլ, եկեղեցին ունի երկու սրահներ լիքն են, ել չեմ ասում, որ դուրսը ինչքան շատ մարդ կար, այն կարծիքին չեմ, որ քիչ էին մարդիկ մասնակցում։ Բայց ամեն դեպքում դա կեղծ պատարագ է Տիկին Վարդանյան, քանի որ կարգալույզ եղած քահանայի կողմից է մատուցվել, գուցե դրանով էլ պայմանավորված, եթե մենք հանենք պաշտոնյաներին, անվտանգության աշխատակիցներին, ոստիկանությանը, եկեք խոստովանենք, որ եկեղեցին Աստծո տունն է եւ յուրաքանչյուր մարդ կարող է եկեղեցիում մտնել եւ աղոթել, պաշտոնյանել է, եթե հավատում է Աստծո իրավունք ունի, այսինքն Աստծո տունը բոլորի համար է եւ ես բազմաթիվ անգամ եմ ասել, հիմա էլ եմ ուզում ասեմ, որ կարգալույց, ով է կարգալույց անողը, եթե այսօր հայ առաքելական եկեղեցու աթոռին գահին նստած է մի մարդ, որ ինքն է հենց խախտել իր կողմից տված երդումը, այդ մարդը չի կարող որևէ մեկին կարգալույց անել, այսինքն ֆեյք կաթողիկոսը չի կարող ինչ-որ մեկին կարգալույց անել։ Դուք եք հռչակել ֆեյք կաթողիկոս։ Ես իմ պատկերացմամբ կարծում եմ, որ այո, նա ֆեյք կաթողիկոս է։ Երբևիցե, օրինակ դուք նրան հարց տվել եք, ինչի տեսանյութեր տարածվեցին, բարձրաստիճան պաշտոնյաները եկեղեցու, նրանց ինչպիսի սրբապղծությամբ են, անառակությամբ են զբաղվում, ինչի նրանց տարածք է մտել Տիկին Վարդանյան։ Բայց այդ մարդը ինչ է արել։ Ինչ է արել, այսինքն ձեզ համար դա նորմալ է, այդ տեսանյութերը։ Նորմալ չէ, երբ նորմալ է անձնական տարածք։ Ամեն դեպքում այս նորմալ է։ լոգոgram տեսախցիկներ դնեն, դա նորմալ է։ Ես սովորական քաղաքացի եմ, բայց ոչ arczepiskopos-ը, եկեղեցականը, ով որ երթում է տվել ծառայել Աստծուն, այսինքն նման բաներով չզբաղվել, քաղաքականությամբ զբաղվում են, ահաբեկչությամբ զբաղվում են, երկրի դեմ աշխատում են, ու այդ մարդիկ իրավունք ունեն եկեղեցի մտնել պատարագ մատուցել, բայց Տեր Արամը, ով ոչինչ չի արել, նա պետք է կարգալույց արվի եւ իրավունք չունի մատուցի պատարագ, դա համարում եք նորմալ, դա նորմալ չի։ Եվ քանի նորմալ չի, նման քահանաների կողքին կկանգնի ժողովուրդը միշտ։ Եթե մտածում եք, որ կարգալույց անելով անելու են ամեն ինչ, որ ժողովուրդը ընդհակառակը դա այլ էֆեկտ է տալիս։ Ժողովուրդը հենց գնում է եւ նման քահանաների կողքին է կանգնում։ Եկեղեցու կանոնակարգ է, այսպես ասած, իրենց խնդիրն է։ Չէ՞ պետությունը, իշխանությունը, դուք միջամտում, դուք նկատի ունեմ իշխանավորներ էլի, որովհետև ինչին ենք միջամտում։ Եկեղեցու ներքին կյանքին։ Իսկ եկեղեցին ինչին միջամտում պետության ներքին կյանքին։ Պետության կյանքին ինչ է միջամտում, ինչ է եկեղեցին որոշում, ով պետք է երկիրը ղեկավարի, ով չէ, կոչ անում, որ դուրս գան երկրի ղեկավարի դեմ, ցույցերի գնան մասնակցեն։ Եկեղեցին դրա իրավունքը ունի, պետությունը իրավունք ունի մտնի ամեն տեղ, որտեղ առաջնայինը պետությունն է։ Պետությունը ամեն ինչ իրավունք ունի անի, հանուն պետության, շահի, հանուն անձնական տարածքներում Տիկին Վարդանյան, ձեզ Տիկին Վարդանյան դուք առաջ անգամ եք այս եկեղեցում։ Այս եկեղեցում ոչ։ Ես էլ եմ եկել։ Վերջին անգամ 2 ամիս առաջ եղել եմ եկեղեցում, ես բոլոր եկեղեցիներն էլ գնում եմ, դա իմ իրավունքն է։ Նայելով եք եկել այստեղ։
Օրինակ գալու է դա Իմ երկրի ղեկավարի ուղերձով, լինելով նաև կուսակցական, ես ամեն տեղ եմ գնում, բայց նաև կաշկանդված չեմ որևիցե եկեղեցի գնալ եւ մասնակցել պատարագի։ Եթե մայրաթորում հավաք լինի, հա ինչի մասին հայտարարվել է, դուք ևս կմասնակցեք։ Ով է հայտարարել։ Փաշինյանը մայրաթորում գնում ասել էր, որ մայրաթորի տարածքում Իհարկե կմասնակցեմ։ Իհարկե կմասնակցեմ։ Տիկին Վարդանյան դուք կաթողիկոսի հեղափոխությունը ինչպես եք պատկերացնում, հաշվառնելով այն, որ Կաթողիկոսի համար լավագույն հեռացումը, որ գոնե եթե մի փոքր արժանապատվություն ունի, ինքը իրանով պետք է հեռանա։ Ես պատկերացնում եմ, որ հեռացումը նրան ներսից պիտի լինի, այսինքն վերնախավը եկեղեցու հենց նրանք պետք է իր առջև դնեն այդ հարցը, որ նա պետք է հեռանա։ Մարդը, ով որ չի վայելում հավատավոր ժողովրդի մեծամասնության սերը, հարգանքը չի վայելում։ Ես ես մի դեպք պատմեմ, քանի որ ուղիղ եթերում ենք, տարիներ առաջ Սունդուկյան թատրոնում ներկայացում էր, որին նաև կաթողիկոսներ մասնակցում, բազմաթիվ դպրոցականներ, աշակերտներ, ուսանողներ կային, ներկայացումից հետո կաթողիկոսը հեռացավ միայնակ եւ այդ ամբողջ հանդիսատեսը գնաց մի դերասանի հետևից, ով որ այդ պահին սերիալում էր նկարահանվում, գեթ մեկ մարդ չմոտեցավ կաթողիկոսին։ Դա վկայում է նրա մասին, որ այդ մարդը երբևիցե չի վայելել ժողովրդի սերը եւ հարգանքը չի վայելել։ Մարդիկ էլ որ գնում են մասնակցում են նրա պատարագին, իհարկե վայելում է, դուք չեք տեսնում։ Նիկոլ Փաշինյանը բավական է որևիցե գյուղ, որևիցե բնակավայր գնա, դուք տեսնում եք երեխաները բոլորը ինչպես են։ Որտեղ են սակավաթիվ այստեղ մասնակցում են, այստեղ մասնակցությամբ եք որոշում։ Այո։ Այստեղ մասնակցությամբ եք որոշում։ Իհարկե դրանով մարդիկ գալիս են այն մարդիկ, ովքեր որ ուզում են գան։ Դրանից ենթադրում եմ, որ եթե հայտարարվի հավաք, դե երբ որ հավաքը կհայտարարվի, մենք այդ ժամանակ կխոսենք։ Խնդրում եմ այդ ժամանակ ինձ մոտեցեք եւ հարց տվեք։ Գուցե հրահանգով լինի։ Նման բան չկա։ Գեթ մեկ դեպք դուք չեք կարող մատնանշել, երբ որ հրահանգով որևէ մեկը եկել է կամ որևէ մեկին բերել է, նման հասկացություն գոյություն չունի։ Տիգրան Ավինյանը ինչու՞ չի մասնակցում։ Այդ հարցը տվեք Տիգրան Ավինյանին։ Ես չեմ կարող պատասխանել եւ կոռեկտ չի իմ կողմից պատասխանել այդ հարցին։